ասեց դուք հասկանում եք, որ Հայաստանը մի այլ հարց է, Արցախը մի այլ հարց, իհարկե նա ասեց Լեռնային Ղարաբաղ, ասեց Լեռնային Ղարաբաղը, ինչպես մենք, այնպես էլ ամբողջ միջազգային հանրությունը ճանաչել էր ու ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության մաս։ Մենք մեզ խաբելով ապրել ենք, մենք մեզ խաբելով հազարավոր տղաների, հերոսների կյանքի արժանացել այդ խաբելը։ Ես ուզում եմ դուք այն որ ասում են Արցախը վերցրեցին եւ տվեցին, մենք որևէ մեկը չէր կարող Արցախը վերցնել եւ տալ, եթե այն մերը լիներ։ Մերն էր մեծ հայքի մի մասներ, այնպես ինչպես Գանձակը, այնպես ինչպես Ղազախը, այնպես ինչպես Թովուզը, այնպես ինչպես Իգդիրը, այնպես ինչպես Մուշը, որոնք մի ժամանակ եղել են մեծ հայքի մի մասը։ Բայց այդ մենք գիտենք ու մեզ է հետաքրքիր եւ որևէ մեկին, այդ թվում Ռուսաստանին, Իրանին, չգիտեմ Մադագասկարին դա որևէ կերպ հետաքրքիր չի եղել։ Եվ այդ մասին շատ լավ իմացել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը։ Իմացել են, բայց գիտեք ինչ, մի ծանր հիվանդություն ունի մեր այազգը։ Ասում է, բա ամոթ չի ճիշտ ասել։ Ամոթ չի գանք տուն եւ մեր սիրելի կնոջը երեխաներին ասել, երեխաներ, սիրելի կին, այն ավտոտնակը մերը չի, որովհետեւ ոչ փաստաթղթով է մերը, ոչ էլ մենք կարանք դա պահենք, բայց ամոթ է ասի։ Եվ ընկնում է ինչպես ամեն մի հայ, այդպես էլ մեր ցանկացած ղեկավար։ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր, Արմեն Շեկոյանի ասած, բայց մեզ չէր ասում, նույնը բոլորը։ Մենք մի խնդիր ենք ունեցել, սիրելի հայրենակիցներ, 94 թվականի զինադադարից հետո, այնպես անել, որ արցախցիները մնան ու ապրեն, պահպանելով իրենց հայկական ինքնությունը։ Բայց հետո մենք սկսեցինք տարբեր պատճառներով տարբեր խաղեր խաղալ, համարեցինք, որ գիտեք, մի վտանգավոր արտահայտություններ կա, որ գցում են ժողովրդի մեջ ու գնում է այսպես չհասկանալով էլ ինչ ենք ասում։ Ասում է մեկը ասել է արյունով տրված հողը միայն Այրամբ են տալիս։ Այսինքն, լավ, այս 3 միլիոն ժողովուրդը մի օր չասեց, այս ինչ եք ասում։ Այսինքն ոնց էլի, այսինքն դե տալու ենք, բայց թող մի 4000 երեխա էլ զոհվի, տղա էլ զոհվի, քաջ էլ զոհվի, բայց մենք այդ կամքը չունենանք, որ ասենք սիրելի հայրենակիցներ 21 թվին շատ վատ էր, բայց 21 թվին այդ հարցը աշխարհը լուծեց։ Մենք թույլ գտնվեցինք, Ադրբեջանը ուժեղ գա, եկեք մտածենք այդ մասին, որ հետո այդ սխալները թույլ չտանք։ Ի վերջո հայ բոլշևիկները 21 թվականին 1921 թվականին մտածում էին համաշխարհային հեղափոխության հաղթանակի մասին, իսկ ադրբեջանցի են ժամանակ թաթար բոլշևիկները մտածում էին Ադրբեջանի մասին։ Եկեք այս մասին մտածենք, որովհետև հիմա մենք նորից մտածում ենք, չգիտեմ, համաշխարհային այսինչի հաղթանակի մասին, մեր հարևանները մտածում են իրենց հաղթանակի մասին։ Եկեք այդ մասին էլ մտածենք։ Ու այս խոսակցությանը վերջ տանք, ես ինչը հանձնեց, այն ինչը չհանձնեց։ Եթե Սերժ Սարգսյանը կես տոկոս կամ 10% անգամ իմանար, որ վերահաս պատերազմում մենք գոնե ինչ-որ մի հաջողություն ենք ունենալու, ինքը 18 թվականին չէր ճողոպրի իշխանությունից։ Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը իմանա ու քաջ իմանա, որովհետև իրենք իմացել են, որ պատերազմը անխուսափելի է, որովհետև իրենց ամեն տեղից ասել են, որ պատերազմը անխուսափելի է, իսկ իրենք կանխելու փոխարեն փախան, մի հատ ծուղակել անփորձ նոր իշխանության առաջ դրեցին, վստահ լինելով, որ իրենք էլ են հայ եւ ընկնելու են այդ ծուղակը, անդադար ասելով, սրանք եկել են, որ Արցախը տան, սրանք եկել են տալու, դες երիտասարդ իշխանություն ասում են, չէ, մենք չենք տա, ավելի էին,
բանանում, ավելի էին մտնում այդ ծուղակի մեջ։ Իհարկե ես չեմ արդարացնում դա։ Ես գիտեմ իմ ասելու են բանա Նիկոլի փաստաբանն է, էսա, ես հայ ժողովրդի փաստաբանն եմ։ Ես եկել եմ այստեղ, որ մեկ անգամ էլ ժողովրդին ասեմ, ժողովուրդ, թույլ չտաք ձեզ խաբեն, թույլ չտաք։ Արցախի հարցը որոշված ա եղել 1922 թվականին։ Հետո որոշված ա եղել 1991 թվականին։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամբողջ բանակցային գործընթացը եղել է մի հարցի շուրջ։ Ոնց հանենք աշխարհին խաբենք, որ իբր մենք բանակցում ենք Արցախի ինքնորոշման կարգավիճակի այս կամ այն աշճանի վրա, բայց ձգենք էլի, միջև տենանք ով ինչ է ասում։ Այս է եղել իրականությունը, սիրելի հայ ժողովուրդ, եւ ով կգա այստեղից կասի, որ դա այդպես չի եղել, ինքը առաջին է իր խղճի առաջ պատասխան տա կամ կարող է իրոք թյուրիմացության մեջ է, որովհետեւ իրոք կան падգամավորներ, իրոք որ հավատում են, որ մենք Հայաստանը կարար դեմ դուրս գա Ռուսաստանին, Իրանին, չգիտեմ, Թուրքիային, Ադրբեջանին, Ամերիկային միասին վերցրած։ Էս ենք մենք եղել։ Ու ցավոք սրտի շարունակում ենք էս մնալ։ Երբ որ անկեղծ խոսակցության փոխարեն մի փոքր շեղվեմ, այսօր Գառնիկ Դանելյանը շատ ճիշտ որոշ գնահատականներ տվեց այսօրվա իրականության։ Եկեք մտածենք, այս մեր ներքին գրաքննությունը որն է, որ մեկին զորամասենք թողում, մեկին չենք թողնում։ Դա էլ է չէ խոսում, կամ ես հիմա էլ ժամանակը լրանում է, մի կոչ եմ անում եւ վարչապետին եւ եկեղեցուն։ Վարչապետին խնդրում եմ առժամանակ, քանի որ իր խոսքը միշտ ընկալվում է որպես պետության, իշխանության խոսք, եկեղեցու վերաբերյալ որևէ հայտարարություն չանի, բայց եկեղեցուն էլ կոչ եմ անում, հանուն հայ առաքելական եկեղեցու։ Շատ արագ կողմնորոշվեք, ներքին փակ ժողով արեք, ու եթե մի քիչ կես աշճան սիրում եք հայ առաքելական եկեղեցին, հրապարակային ձեր ժողովներից հետո պատասխանեք հնչող մեղադրանքներին եւ հետեւություն արեք։ Հետեւություն արեք, որովհետեւ շատ ներողություն եմ խնդրում, կես րոպեով ավարտեմ, այս գիշերը պատահաբար այդ էջը բացեցի, որովհետեւ հետո հասկացա, որ այս պիտի ասեմ ես։ Պողոս Առաքյալի թուղթը գաղատացիներին մի հատված կա, ասում է եղբայրներ, դուք կոչված եք ազատության, միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց, որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. պիտի սիրես քո ընկերոջ